CVK- եմ խնդրեմ ձեր հարցը։ Լիլիթ Թադևոսյան, շնորհակալություն։ Պարոն Հովհաննիսյան, ձեզ ուղղեմ հարցս։ Երեք երբ հրապարակվեց հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունը, ընդդիմադիրները ասացին, որ իշխանությունները վախի մեջ են, դրա համար այս տեսակ բաներ են անում։ Իսկ խնդրեմ ասեք, քանի որ այսօր նաև նախընտրական քարոզարշավի վերջին օրն է, ինչպես է գնահատում ձեր տեխնացուի հնարավորությունները, իմի բերելով քարոզարշավը եւ այն ընդունելությունը, որին արժանացել է Սարիկ Մինասյանը։ Շնորհակալ եմ։ Այսօր Գյումրիում նախատեսված է հանրահավաք քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից կազմակերպված։ Ես մեր գյումրեցի համաքաղաքացիներին, սիրելի հայրենակիցներին հրավիրում եմ ուրեմն այդ հանրահավաքին։ Մենք գնում ենք Գյումրիում հաղթանակի, որպեսզի ապահովենք գյումրեցիների բարեկեցիկ կյանքը եւ ապագան եւ լուծենք տարիներով կուտակված խնդիրները Գյումրիում եւ նաեւ վերականգնենք Գյումրիում արդյունավետ կառավարումը, որը որ մենք տեսանք, որ վերջին տարիներին ցավոք չստացվեց իրականացնել Գյումրիում, ինչը ամենակարևորն է, որ Գյումրիի քաղաքապետարանում աշխատող յուրաքանչյուր մարդ քաղաքապետի գլխավորությամբ աշխատի ուրեմն հանուն ուրեմն գյումրեցու։ Իսկ մնացած մեղադրանքները ընդդիմության կողմից հնչող եւ այդպես շարունակ քաղաքական հետապնդումների մասին եւ այլն 3 օր առաջ ինչու նման բան արեցիք, այսպես եւ այլն։ Ես բոլորս հիշում ենք եւ նաեւ այդ 2018-ից առաջ ակտիվ լրագրությամբ զբաղվող մեր գործընկերները վստահաբար հիշում են, թե ինչ մեխանիզմ էր գործում եւ հենց ընտրություններից 3-4 օր առաջ միանգամից, այսպես ասած, շարժը սկսվում էր մարդկանց քվեները գողանալու, մարդկանց ապագան գնելու եւ հիմա այդ նույն process-ը սկսվել է եւ ես ուրախությամբ կարող եմ փաստել, որ իրավապահ համակարգը կարողանում է բացահայտել, կանխարգելել, ամեն դեպքում փորձել դա անել։ Ես հույս ունեմ, որ այդ մասշտաբները մեծ չեն եւ ես կրկնում եմ, մենք գնում ենք հաղթանակի, հույս ունեմ, որ գյումրեցիները կվստահեն ուրեմն իրենց ձայնը քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը Սարիկ Մինասյանի գլխավորությամբ։ Շնորհակալ եմ։